Մհմ, Okay, ամեն ինչ այնպես է, ոնց որ մենք ենք ուզում։ Շատ լավ։ Բարի երեկո, ողջունում եմ բոլորին, ովքեր որ ցանկություն են ունեցել մասնակցել այսօրվա իմ եթերին։ Ես որոշեցի առաջին դասը այսպես բաց հանրային անել, որպեսզի դուք գաք ու պատկերացում կազմեք, թե իրականում ինչ եմ ես ձեզ առաջարկում, ու ընդհանրապես այս մեր անցման զարգացման փուլում մեզ համար ինչն է կարևոր ու որտեղից պետք է սկսենք։ Շատ վարժանքներ, տեխնիկաներ, ներդիտարկումներ ես ձեր հետ անցկացրել եմ ու փորձել եմ հնարավորինս մանրամասնել, բացատրել, բայց ամեն դեպքում զգացել եմ, որ կան տեղեր, որտեղ բացատրությունը ավելի շատ է պահանջվել։ Դրա համար շատ երկար մտածելուց հետո ես որոշեցի իմ գիտելիքները, այն ինչ որ ես սովորել եմ ու կիրառել եմ իմ կյանքում եւ քաղել եմ դրա պտուղները, ես որոշեցի կիսվել ձեզ հետ այսպիսի ձևաչափով։ Դրա համար այսօր հրավիրել եմ իմ Մետագիտակցական ակադեմիա։ Ինչու ակադեմիա, որովհետև ես չեմ առաջարկելու միայն դասեր, առաջարկելու եմ նաև անհատական վերափոխման ծրագրեր, խմբային էլի վերափոխման ծրագրեր, ավելի խորը սկսած բազայինից մինչև պրոֆեսիոնալ, լրիվ մասնագիտական գիտելիքներ, նայած թե ում հնարավորությունները կամ հոգու կանչը ինչքան են թույլ տալիս, որպեսզի դուք գնաք եւ այդ ընթացքը հնարավորինս լայնացրած ձևով եմ ձգել, այդպես ասեմ, որպեսզի դուք կարողանաք մարսել ժամանակին, երբ որ ես եմ սկսել սովորել, ինքը շատ դժվար է եղել ու շատ դժվարությամբ եմ ես կարողացել իրան յուրացնել ու մարսել։ Դրա համար ես մտածեցի, որ ավելի ձգված ձևաչափով կանեմ, որպեսզի դուք կարողանաք իրան դարձնել ձեր համար միս ու արյուն։ Այս ժամանակահատվածում շատ կարևոր է մեր գիտակցությունը գործի դնել եւ դա այն գիտակցությունը չէ, որը որ մենք միշտ խոսում ենք, որի մասին որ մենք միշտ պատմում ենք, այլ հենց մեր գեր գիտակցությունն է, որը որ յուրաքանչյուր սիտուացիայում մենք կարող ենք նրա միջոցով ճիշտ որոշման գալ, մեր հոգու համար համահունչ ընտրություններ կատարել, մնալ ծրագրին, հոգու գրած ծրագրին մոտ եւ չշեղվել մեր իրականությունից, իսկ ընթացքում անպայման լինի թե դասընթացներ, թե զարգացման կամ վերափոխման փուլեր, անպայման մաքրման փուլը մեջն է, որովհետև առանց դրա մենք չենք կարող ինչ-որ գործողություններ կատարել ու հասնել արդյունքների։ Այսպես, ուրեմն, եկեք սկսենք։ Ես այսօր ձեզ կպատմեմ այն ինչ որ կարևոր է, ամենաբազային ու պարզ ձևով, դուք արդեն կորոշեք, թե ձեզանից ով ցանկություն կունենա ակադեմիայում սովորել։ Սովորելը նաև հնարավորություն է
ոչ միայն հետագայում, ասենք, դուք կարող եք ձեր հարազատներին էլ օգնել, այլև առաջին հերթին ինքներդ ձեզ օգնել։ Ու ես միշտ ինչպես ամեն անգամ շեշտում եմ, ասում եմ, որ քանի որ մենք երջանիկներից ենք, հատկապես կանայքս, որ հենց վերամարմնավորվել ենք կնոջ մարմնի մեջ, դա նշանակում է, որ մենք գիտեցել ենք, որ բոլորս կարող ենք մեր հենց աղբյուրը գտնել, նրա հետ ներդաշնակվել եւ հենց այդ աղբյուրից ստեղծել մեր դաշտը եւ օգնել մեր ընտանիքին, հարազատներին։ Այսպես։ Դե ինչ, գնացինք։ Պատրաստ եք լսել այն իրականությունը, որը որ այսօր ես կկիսվեմ ձեզ հետ։ Ձայնագրությունը նրանց համար է միայն, ովքեր կշարունակեն ակադեմիայում այս բազային կուրսը սովորել։ Իսկ նրանք, ովքեր այսօր ուղղակի որպես հյուր եկել են լսելու, ձայնագրությունը դուք չեք ստանա, որովհետև իրականում դասընթացը ուսանողների համար է, այսպես։ Դե ինչ, գնացինք, այսօրվա իմ դասախոսությունը հիմնային է։ Այն ընդհանուր բազան է, որի վրա հետագայում յուրաքանչյուր խոսք կդառնա արդեն ձեր անձնական շեշտադրումներով։ Ես հիմա, որ խոսում եմ ձեզ հետ, այս պահին մի հատ երգ եկավ իմ գլխում, կարող է նաև ձեզ ծանոթ լինի, այն ռուսական երգը, որ ասում է ամեն ինչ այս աշխարհում պատրանքային է, ամեն ինչ փոթորկվում է։ Հիմա դուք սկսում եք սովորել այն ամենապատրանքային աշխարհը կամ ճանաչել հենց այդ աշխարհը, երբ ամեն ինչ կարծես շարժման մեջ է, երբ ամեն ինչ տատանվում է։ Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ աշխարհը կարծես անընդհատ շարժման մեջ է։ Տատանվում է, քայքայվում են հին կառուցվածքները, եւ սա համաշխարհային ճգնաժամի սկիզբն է։ Եվ որքան էլ դա վախեցնի կամ վախեցնող հնչի, այն ունի նաև մի կարևոր դրական բան։ Այն ստիպում է մարդուն արթնանալ։ Ու այս փուլում մեզ տրված է մի փոքր ժամանակ հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում, մեր ներքին աշխարհում ինչ է տեղի ունենում, կամ մեր արտաքին աշխարհում, եւ ինչպես ենք մենք դրանց ընդհանրապես նայում։ Անկախ նրանից մենք հետաքրքրված ենք ֆինանսներով, հարաբերություններով, առողջությամբ, թե պարզապես ինքնաճանաչմամբ, հիշեք, որ այս փոփոխությունները կդիպչեն բոլորիս։ Սա ճիշտ է, համաշխարհային ճգնաժամի սկիզբն է, մեզ պետք է սովորել ապրել այս նոր պայմաններում, սովորել խնայել այս նոր պայմաններում, ապրել թվային արժույթների մեջ, ապրել պատերազմող երկրներում, բայց պահպանել հոգու հանգստություն, հավասարակշռվածություն։ Եվ աշխարհում ամեն ինչ հարաբերական է ու անցողիկ, սակայն կա միայն մեկ իրական բան, դա հենց ներկա ակնթարթն է։ Ես իզուր չէ, որ հենց այդ երկի մասին խոսեցի, այդ երկի մեջ ասում է աշխարհում այդպես քաոսներ են տիրում, սակայն գոյություն ունի մի ակնթարթ, եւ դա հենց կյանքն է։ Եվ եթե մարդը չի սովորում ապրել այդ ակնթարթներում, կամ կոնկրետ հենց այդ ակնթարթում, նա մշտապես ապրում է կամ անցյալի ցավերի մեջ, կամ ապագայի վախերի մեջ, որովհետև անցյալը միշտ ցավոտ է եղել, մենք այն չենք մոռանում, իսկ ապագան, քանի որ անհայտ է, մեզ համար երբեմն կարող է վախենալու թվալ։ Մեր ուսուցման կարևոր սկզբունքը հաջորդականությունն է։ Անհնար է անմիջապես հասնել այն վերջի կարողություններին,
5-րդ կուրս, ասենք, քանի որ իմ կուրսերը բաղկացած են 6 կուրսից, մենք ուղղակի պետք է կամաց, քայլ, այն ամենազրոյականից, բազայինից շերտ քայլելով հասնենք մինչև բուրգի վերին ծայրը։ Պետք է այս ամենին այնքան կարևորություն տանք, որ կարողանանք արդյունքի հասնել։ Ու հիշեք, որ նրանք, ովքեր կսկսեն սովորել, այս ամիսը կդառնա հենց առաջին ամիսը ձեր համար կդառնա ամենակարևորը, որովհետև բառացիորեն աշխարհը ձեզ համար կխիվայր շուռ կգա։ Ասեմ, որ ձեր կյանքի ամենահետաքրքիր ամիսն է լինելու, ես ինքս եմ խոստանում, որովհետև ինձ համար էլ է այն հենց այդպես եղել, որովհետև հենց այսօր դուք սկսում եք այդ հզոր գործընթացը։ Առաջին ամիսը այս on-line ձևաչափով մենք կսկսենք հենց աշխարհին նայել այլ աչքերով։ Դուք կզարմանաք ու ինքներդ ձեզ հարց կտաք, կամ դուք ինքներդ ձեզ կասեք, միթե պարզվում է կարելի էր այսպես էլ ապրել։ Պարզվում է կարելի է տեսնել, որ մարդը կազմված է տարբեր շերտերից ու տարբեր նյութերից։ Դուք սկսում եք տեսնել մարդկանց ոչ թե արտաքին փայլով, այլ ներքին կառուցվածքով։ Տեսնում եք, որտեղ կա ցավ, որտեղ զոհի դիրք, որտեղ է թաքնված ագրեսիան, եւ դրա հետ գալիս է ոչ թե դատողությունը, այլ ըմբռնումն ու կարեկցանքը։ Մենք սովոր ենք արձագանքել արտաքին աշխարհին մեր զգայական օրգանների միջոցով, օրինակ լսելով, հոտոտելով, շոշափելով։ Եթե հիշում եք այն ռուսական ֆիլմը Գարաժ, այդ ֆիլմում ասում է, չէ, կշոշափենք, կփորձենք, կհոտոտենք, հենց այդպես էլ մենք սովորել ենք աշխարհը ընկալել, որպես նյութական առարկաների մի ամբողջություն, որը կարելի է ֆիզիկապես զգալ։ Բայց պատկերացրեք, որ մեր զգայական օրգանները կարող են նաև վերծանել այն տվյալները, որոնք գոյություն ունեն նուրբ հարթություններում։ Մենք կսովորենք այդ մեխանիզմը, որպեսզի ձեր ուղեղը, ձեր զգայական համակարգը, ձեր ներքին տեսողությունն ու գիտելիքը կարողանան վերծանել այն, ինչ տեղի է ունենում այս անտեսանելի նյութական աշխարհում, որոնք մշտապես մեր կողքին են, բայց մեզ չեն սովորեցրել դրանք տեսնել։ Ինչու չեն սովորեցրել։ Դա էլ մեր սերունդներից ենք մենք, կամ մեր նախնիներից ենք ավելի շուտ ժառանգել, դա եղել է մեր դաստիարակությունը։ Մանկությունից մեզ սովորեցրել են ընկալել աշխարհը միայն զգայական օրգանների միջոցով, տեսնելու, լսելու, շոշափելու։ Արդյունքում մենք աշխարհը ընկալում ենք որպես խիտ նյութական իրականություն։ Երբ մենք փոքր էինք, մենք բոլորս էլ տեսնում էինք այդ անտեսանելի աշխարհը։ Իսկ կամ ավելի շուտ դուք հաստատ կնկատեիք, որ կամ ունեցել եք երեխաներ, որոնք որ ասենք փոքր ժամանակ կամ եկեք հենց միանգամից այդպես վերցնենք, որ չէ, երեխաներն ասում են. «Վայ, ես տեսնում եմ, այս ինչ բանը, մահճակալի տակ ինչ որ մեկը կա, ես վախենում եմ այս մեկից, ինչ որ մի բան եմ տեսնում», եւ մենք նայում ենք ու տեսնում ենք, որ ոչ մի բան էլ չկա։ Երեխային ասում ենք, դա քո երևակայությունն է։ Բայց քանի որ մենք մեծերս մեր ճիշտ դաստիարակությամբ մեր երեխաներին այդպես սովորեցնում ենք դառնալ սովորական մարդիկ, իրենց այդ գեր կարողությունները վերադաստիարակում ենք այսօրվա աշխարհիկ կյանքով ու ասում ենք, որ չէ, դու չես տեսել, այդպես չի, զրկում ենք նրանց իրենց այդ
տեսողությունից ու հետո գումար ենք վճարում հոգեբաններին, դպրոցներին, որպեսզի նորից սովորենք ու տեսնենք այդ նուրբ շերտերը։ Եվ երբ երեխան սկսում է տեսնել միայն այդ նյութական աշխարհը, նա նույնացնում է իրեն մարմնի հետ ու ինչ է մտածում երեխան։ Ասում է ես այս մարմինն եմ։ Ես ունեմ մայր, ես ունեմ հայր, ուսուցիչ, ընկերներ, սա սեղան է, սա պատ է, սա առաստաղ է։ Հենց այսպես էլ կառուցված է անձը։ Իսկ անձի միտքը դա հիշողությունների, կարծիքների, ապրումների մի ամբողջություն է, որոնք մենք ապրել ենք ֆիզիկապես, զգայական օրգանների միջոցով։ Եվ մենք մեզ նույնականացնում ենք հենց դրա հետ։ Բայց երբեմն ինչ որ մի բան տեղի է ունենում, եւ մենք լսում ենք մեր ներքին ձայնը, մեր ինտուիցիան։ Ինչ որ մի բան ներսից հուշում է մեզ ու ասում է այստեղ մի գնա։ Սակայն մեր անհատականության միտքը, որը որ ծնվում է հենց այս կյանքում ու մահանում է այս կյանքի հետ, մեկ էլ ինքը ասում է, չէ, ամեն ինչ նորմալ է։ Ես ստուգել եմ, ոչ մի բան չկա, հանգիստ գնա։ Եվ մենք գնում ենք ու բախվում ենք հենց խնդրի հետ։ Ու մեզ մոտ միշտ կա այդ ներքին մեխանիզմը, որը որ մեզ միշտ հետ է պահում ու մենք չենք լսում նրան։ Սակայն մենք ունենք մի ավելի կարևոր մեխանիզմ, որը կոչվում է բարձրագույն ես, եւ չենք լսում նրան, իսկ անձի միտքը կամ այդ անհատականության միտքը միշտ մեզ խլացնում է։ Նա չի թողնում, որպեսզի մենք լսենք բարձրագույն եսից մեզ փոխանցվող ինֆորմացիաները կամ ուղերձները։ Մարդը սահմանափակ տվյալների բազա է, լցված անցյալի փորձով, ուրիշների խոսքերով, կարդացած գրքերով, դիտած հաղորդումներով, ֆիլմերով, եւ մենք մեզ համեմատում ենք ուրիշների հետ, ցանկություններ ենք ձևավորում, ոչ թե մեր իրական էությունից, այլ այդ համեմատություններից ելնելով։ Այդ պատճառով շատ հաճախ մենք շեղվում ենք մեր ճակատագրից։ Տարիներով, տասնամյակներով հեռանում ենք հենց այն ճակատագրից, որը որ մեր հոգին մեզ համար գրել է։ Երբ մենք սկսում ենք հասկանալ, թե ինչից է բաղկացած հենց անհատականության միտքը, տեսնում ենք, որ դա միայն մտածողություն չէ, դա զգացմունքների, էներգետիկ սահմանների, աուրայի, աստրալ ու եթերային մարմինների մի ամբողջություն է։ Եվ հենց անձի այդ անհատականության միտքն է զբաղվում զգացմունքների ճնշմամբ։ Օրինակ, վերցնենք, ասենք, ծայրույթը։ Եթե մենք այն չենք գիտակցում ու չենք ապրում, այն կուտակվում է նուրբ մարմիններում, իսկ հետո դառնում է հիվանդություն։ Դրսից մարդը կարող է լինել քաղաքավարի, հանգիստ, ճիշտ, բայց ներսում կուտակված զայրույթը ժամանակի ընթացքում դառնում է մարմնի որևէ հատվածում որպես ցավ կամ հիվանդություն, եւ այդ ժամանակ արդեն սկսվում է հիվանդությունը։ Եվ հենց այդ պատճառով ցանկացած հիվանդություն ուղղակի կարելի է բացատրել էներգետիկ տեսանկյունից։ Մեր երկրորդ եւ երրորդ կուրսերի շրջանակներում մենք հենց այդ բուժմամբ ենք զբաղվելու։ Այդ նյութերը ձեր ներսում կչեզոքացնեք եւ կվերացնեք։ Այսինքն մինչև երրորդ կուրսը մենք պետք է դառնանք լիովին առողջ մարդիկ, եթե իհարկե ինչ-որ խնդիրներ ունենք մեր մեջ, ու մենք չենք աշխատելու այդ նյութերի հետ այնպես, ինչպես դասական հոգեբաններն են անում, ասենք, ասում են, իսկ քեզ
Ոնց էին նեղացնում։ Աղքատությունից դու դժբախտ երեխա էիր կամ երբ քո ձեռքից վերցրեցին քո կոնֆետը։ Գիտեք, այդ կոնֆետներից բացի կան նաև մեր անցած կյանքերի փորձերը։ Հենց այդ պատճառով է, որ հոգեբանները սովորաբար մինչև վերջ չեն փորփրում։ Ու շատերն էլ ասում են, ձեզ պետք չի, ինչի է պետք, որ դուք գնաք ձեր անցյալ կյանքեր, իմանաք ով եք եղել։ Իրականում ըստ հոգեբանության տեսանկյունից դա հնարավոր չի։ Անհնար է հասնել մինչև 7 կյանք, որը որ մարդը, ասենք, վերամարմնավորվել է երկիր մոլորակի վրա։ Ու դա նույնն է, երբ որ վերցնես մի քար ու սկսես այն խոնավ շորով շոյել, ու մի քանի տարի պետք է շոյես, մինչև այդ քարը մաշվի։ 1000 տարի կարող ես շոյել այդ շորով։ Ու մինչև երբ։ Մինչև որ քարը կպայթի ու ինքը կասի բավական է, ինչ ես ընկել իմ հետևից, ինչ ես ուզում դու ինձանից։ Ուստի հիշեք, որ մեր խնդիրը հենց նյութական մակարդակում տեսնելն է այն ճնշված նյութը, այն գոյացած նյութը, որը հիմա, ասենք, առաջացնում է հիվանդությունները, ունի երկրորդ ամենատհաճ հետևանքը ու սկսում է աշխատել հենց այստեղ մեր կարման։ Ինչպես են աշխատում այս էներգետիկ մակաբույծները։ Դու կուտակում ես, օրինակ, ասենք, դժգոհություն։ Դու ունես այդ որակը ներսում վրտովվել ես, բայց արտաքուստ ոչինչ չես ասել։ Իսկ դա նյութ է։ Ու ցանկացած նյութ պետք է հոգեկան էներգիայով սնվի։ Այն ուզում է միայն ուտել հենց այն էներգիան, որը որ հոգուց է գալիս։ Իսկ դու քաղաքավարի մարդ ես, ճանապարհորդում ես, ապրում ես ու կարծես չունես օրինական պատճառներ քո զայրույթը արտահայտելու։ Ու ինչ է տեղի ունենում։ Քայլում ես փողոցով, հարձակվում են քեզ վրա, մեքենան ես վարում, կանգնեցնում են ու տուգանում են, կամ ասենք կորցնում ես մեքենայիդ բանալիները, կյանքը սկսում է քեզ մատուցել այնպիսի իրավիճակներ, որտեղ դու պետք է զգաս այդ վրտովմունքը։ Կամ ասենք դու քշում ես, չէ, ու մեկ էլ ոչ ճիշտ քշող վարորդներ են քո դիմացից քշում, խախտում են կանոնները։ Դու քշում ես օրենքով, բայց իրանք խախտում են այդ կանոնները։ Այսինքն քեզ պետք է, որպեսզի դու այդ վրտովմունքը դուրս հանես քո միջից։ Եվ դա դառնում է արդեն քո կյանքի սցենարը։ Դու մտածում ես. ինչու մյուսներին ոչինչ չի պատահում։ Իսկ ինձ հետ անընդհատ ինչ-որ մի բան է տեղի ունենում։ Ինչ-որ մի իրավիճակի մեջ եմ հայտնվում։ Մի խոսքով, կան մարդիկ, որոնց հարաբերություններում անընդհատ կրկնվում է նույնը։ Ասենք, հանդիպում են մի քանի օր անց կամ մի քանի շաբաթ անց, մի ամիս, մի տարի անց, ու մեկ էլ զգում են, որ այլևս չեն սիրում իրար։ Այսինքն, մարդու ներսում կա մի նյութ, որը մշտապես մղում է իրադարձությունները կրկնվելու։ Կարման հենց աշխատում է մարդկանց միջոցով։ Այն քեզ մոտեցնում է այն մարդկանց, որոնք պետք է քեզ որոշակի ձևով, քո հետ որոշակի ձևով վարվեն, որպեսզի դու նորից զգաս այդ նույն զգացողությունը։ Իսկ անձի միտքը կամ անհատականության միտքը մտածում է. այո, ես նեղացած եմ կամ լքված եմ կամ վրտովված եմ,
բայց քանի որ նաև ունի լավ որակներ, միշտ ասում է ոյ կներեք, միշտ ասում է, չէ, ես շատ լավ մարդ եմ, իրականում ես ոչ մեկին ոչ մի վատ բան չեմ արել, ես ամենալավն եմ, արդյունքում մեր բոլորի մոտ կա ներքին պառակտում, բևեռայնություն, անձի միտքը փորձում է լավը լինել արտաքին աշխարհի համար և ճնշում է իր որոշ որակներ, իսկ հետո գալիս է մի պահ, երբ այդ կուտակված նյութը դառնում է դուրս թռչող ինչ-որ բացասական բան։ Հիմա մի պահ, եթե մտածենք այդ նյութի մասին, թե ինքը ինչպես է իրականում երևում կամ արտահայտվում մեր մարմնի մեջ, ինչպես է այդ ճնշված էներգիան դուրս թռչում մեզ մոտ, մենք ստեղծում ենք օրինակ սկանդալներ, վիճում ենք, վիճաբանում ենք մարդկանց հետ, կամ ինչ-որ այդ ագրեսիայի պահին կահույք ենք կոտրում, հարազատներին ենք վիրավորում, կամ ուրիշներին էլ, չէ, խոսքի մեջ մեկ է սկսում ենք վիրավորել, բաժանվում ենք, ատելություն ենք ցուցաբերում մարդկանց հանդեպ, չէ, անկախ մեր կամքից, դա մենք չենք կառավարում, այ հենց սա այդ կուտակված նյութի պայթյունն է։ Ու այն հավաքվելով դառնում է հիվանդություն, իսկ հիվանդությունը պետք է նախապես բուժել։ Հիմա կասեք, թե բայց արդեն որ հիվանդացել ենք, բա ինչ անենք։ Հիշեք, որ այդ հիվանդությունը մենք կարող ենք նաև նախորոք կամ եթե նույնիսկ արդեն հիվանդացել ենք, կարող ենք նրա էներգետիկ պատճառը գտնել և ազատվել դրանից։ Ու արդեն կամաց հիվանդությունը ինքն էլ կվերանա մեր նյութական կամ ֆիզիկական մարմնի վրա։ Հիմա եկեք խոսեմ մեր մարդ էակի մասին, որ մենք բոլորս միշտ ունենք, այ վաղը կմտածեմ դրա մասին, հա, այսօր չէ, այս մեխանիզմը։ Եվ այդ ճնշված նյութերը կուտակվում են մեր աստրալ մակարդակում, այնինչ Ֆրեյդը կոչել է անգիտակցական, իրականում դա հենց մեր աստրալ դաշտն է։ Եվ մարդը տարիներով չի արտահայտում իր զարյութը, չի թափում այն դուրս, չի գիտակցում, և ապա այդ նյութը դառնում է քրոնիկական հիվանդություն։ Ու մահվան հիմնական պատճառները, քաղցկեղը և սրտանոթային հիվանդությունները հենց ճնշված նյութերի արդյունքն են։ Սիրտը դա կարմիր սպեկտրի պայթյունային նյութն է, որը որ առաջանում է ագրեսիայից։ Ինսուլտը, ինֆարկտը սրտանոթային համակարգի հետևանքներն են, որտեղ որ մենք մեր վիրավորվածությունը թաքցրել ենք, հենց այնտեղ ինքը ճնշված ապրում է, որտեղ որ մենք մեզ ենք մեղադրում, մեզ չենք գնահատում։ Այս ամենը կարելի է կանխել, եթե ապրենք գիտակցված, հասկանալով, թե ինչ է տեղի ունենում մեր ներսում և մեր շուրջը։ Եվ մենք այս դասընթացների միջոցով կսովորենք այն կառավարել։ Ու մենք ունենք մի շատ հրաշալի, հիանալի օրգան, որը կոչվում է բարձրագույն ես, հոգու հետ միասին, և դա ոչ թե պաթետիկ բառ է, այլ կոնկրետ մեխանիզմ է,
տեղեկատվական բլոկ է, որը անցնում է կյանքից կյանք։ Իսկ մեր անհատականության միտքը ինքը չի հիշում անցյալ կյանքերում ինչ է տեղի ունեցել, որովհետև ինքը, ոնց ասեցի, ամեն անգամ ծնվում է հենց այս կյանքի հետ, նոր նույնականացմամբ այս մարմնում ու հենց այս միջավայրում։ Իսկ բարձրագույն եսը հիշում է ամեն ինչ։ Եվ մենք կսովորենք այդ երկուսը իրար միացնել։ Առաջին ամսում մի քիչ դժվար կլինի, որովհետև մեր անհատականության միտքը մեզ շատ կխանգարի ու հենց կարելի ասել ինչ որ չափով նաև էգոն, որը անընդհատ դուրս կթռչի ու կասի ախր ես եմ միշտ ղեկավարել, ոնց թե, ու ամեն ինչ շատ լավ եմ արել, ինչի պիտի դու ղեկավարես։ Դե մի խոսքով մենք կփորձենք քայլ առ քայլ առաջ գնալ ու սովորել։ Միասին կակտիվացնենք հենց այդ մեխանիզմը, հետո կաշխատենք բարձրագույն եսից բուժման տեխնիկաներով, կսովորենք կենտրոնանալ, կսովորենք ախտորոշել, թե հիվանդությունները ինչից են առաջացել։ Առաջին ամսում հենց կգտնենք ագրեսիայի վիրավորանքի, մեղքի զգացողության, անհանգստության, դեպրեսիայի, ֆինանսական կորուստների, հարաբերությունների խնդիրների պատճառները և անպայման կլինեն շատ վարժանքներ ու ես կառաջարկեմ հատուկ վարժանք կամ աշխատանք, գործնական աշխատանք, որտեղ դուք թղթի վրա յուրաքանչյուր մարդու սկսած ձեզանից կնկարեք, թե որտեղ է գտնվում նրա վիրավորանքը, որտեղ է գտնվում նրա ինքնաանեծքը, որտեղ է գտնվում ինքնասիրության պակասը և որտեղ է գտնվում ագրեսիան։ Մենք կսովորենք տեսնել, թե մարմնի որ հատվածում ինչ նյութ է կուտակված։ Իհարկե, առաջին հերթին կսկսենք մեզանից, հետո կնայենք մեր հարազատներին ու դիմացինին, այսպես ասած, կարևոր չէ, թե ով կլինի։ Եվ սա արդեն կարելի ասել մարմնի կառուցվածքի մեխանիզմների մասին հետաքրքիր ուսումնասիրություն կլինի բոլորիս համար ու կկարողանանք ճիշտ ձևով կարդալ մարդկանց էներգետիկ դաշտը, էներգետիկ կառուցվածքը։ Հիմա եկեք մի քիչ էլ խոսեմ մարմնի կառուցվածքի մեխանիզմի մասին, որպեսզի դուք հասկանաք, թե ինչու են այդ նյութերը այդքան կարևոր ու ինչու են հենց դրանք որոշում մեր ֆիզիկական կյանքը և մեր կառման, մեր ճակատագիրը։ Դուք երևի լսել եք, որ գոյություն ունեն մի քանի աշխարհներ, կա ֆիզիկական, կա եթերային, կա աստրալ։ Եվ սա նրա մասին է, որ սովորաբար պատկերացնում ենք, թե աստրալը դա այն աշխարհն է, որտեղ ուրվականներն են վազում։ Ամենայն հավանականությամբ ձեր պատկերացումները աստրալ հարթակի մասին շատ թռուցիկ է, այնտեղ անպայման դևեր կան, կամ հրեշտակներն են թռչում և այլն, որովհետև մենք ֆիլմ ենք նայում, աստրալի մասին այնտեղ խոսում են, պատմում են, նույնիսկ ինքներդ մտածում եք, որ ինչ լսեցինք ու ամեն դեպքում մենք ունենք հարուստ երևակայություն, բնականաբար մեր երևակայությունը, քանի որ անսահմանափակ է, ինչ ասես կարող է հորինել։ Իրականում աստրալը կամ ենթաաստրալ հարթակը ալիքների և նյութերի մակարդակ է։
Սա հենց քվանտային մակարդակն է, քվանտային աշխարհի խտությունների մակարդակն է, տարբեր թրթռային կամ հաճախականության աստիճաններով ամենախիտից մինչև ամենաբարձրը, ամենանուրբը։ Եվ երբ մարդը բախվում է նման էներգիայի հետ, օրինակ խտացված էներգիայի, ասենք պայմանականորեն 30 մեգահերց հաճախականությամբ մարդը, գտնվելով անձի սովորական գիտակցության մեջ, զգում է այդ էներգիայի ալիքը։ Այն կարող է լինել կողքին, կարող է հարձակվել մարդու վրա, կարող է կարծես մտնել անձի գիտակցության մեջ, նրա տունը, եւ ինչ է անում մեր այդ անհատականության միտքը։ Նա սկսում է դա պատկերացնել, երևակայել, վիզուալիզացնել եւ ինչ որ ձևով նկարել ու սկսում է պատկերներ նկարել, ասենք եղջերուներ, թաթեր, ոտքեր, սարսափելի պատկերներ, ճիշտ է։ Չէ՞ մի բան այն ինչ որ մենք չգիտենք, անտեղյակ ենք դրանից, մեր երևակայությունը ինչ ասես կարող է իրեն թույլ տալ։ Բայց իրականում դու պարզապես էներգիա ես զգում։ Ու այդ անհատականության միտքը պետք է ինչ որ կերպ նույնականացնի դա։ Դրա համար սկսում է իր երևակայությանը համապատասխան կամ իր ունեցած փորձին համապատասխան պատկերներ նկարել։ Իսկ իրականում դա ընդամենը նյութ է։ Ու այդ նյութը, օրինակ, մարդու մեջ կարող է ուղղակի վախ առաջացնել։ Բայց դա նույն նյութն է, որը պահանջում է, ասենք, պատը, որի հետևում դուք նստած եք։ Այն ունի իր ֆունկցիան նյութական աշխարհի մեջ։ Նրա շնորհիվ աղյուսը մնում է շաղախի վրա։ Այսինքն, դա ընդամենը ալիք է, տիեզերքի մի մաս, որը մենք ընկալում ենք հուզականորեն, որովհետև մենք հուզական էակներ ենք։ Մեր էվոլյուցիան առաջին հերթին կառուցվել է նաև ֆիզիկական կարիքների բավարարումից, հետո նոր հուզական, հետո նոր մտավոր։ Իսկ մենք իրականում հուզական էակներ ենք։ Քվանտային աշխարհի ալիքները մենք ընկալում ենք որպես հույս, զգացում, վիճակ, սարսափ, երջանկություն, ուրախություն, բայց տիեզերքի տեսանկյունից յուրաքանչյուր քվանտային ալիք ունի իր կոնկրետ ֆիզիկական ֆունկցիան։ Օրինակ վախի մեխանիզմը։ Նկատել եք երբ եք վախենում։ Ինչքան եք ուզում ինչ որ մի բանի այդ պահին կպչել ու սեղմվել, երբ որ դուք վախ եք ապրում։ Դա նույն կպչելու ֆունկցիան է։ Այդ մակարդակի քվանտային նյութերի առկայության շնորհիվ է դա տեղի ունենում։ Բայց երբ մարդը անգիտակից է, երբ մենք որպես անձ բախվում ենք այդ նյութին, որը կարծես քայլում է մի ճանցքով, ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք այդ էներգիան կամ զգում ենք ու վախ ու սարսափ ենք ապրում։ Իսկ գուցե հենց այստեղ պարզապես կարելի է ասել այդ նյութից շատ կա։ Օրինակ, այսպես բացատրեմ, եթե մարդը կամ եթե տան մեջ ապրել է մեկը, որը որ անընդհատ վախի էներգիա է ունեցել, այդ էներգիան այդ մարդու բացակայությունից հետո ամեն դեպքում ապրում է այդ տան մեջ։ Հետո ով գալիս է այդ տուն, ով մտնում է այդ տուն, նորից ինքը հոգեպես այդ վախի էներգիան է ապրում։ Դուք մշտապես գալիս եք, զգում եք վախը, այդ վախի էներգիան արկա է հենց այդ սենյակում կամ հենց այդ տան մեջ, եւ դուք դրան անգիտակցորեն եք դա զգում, դուք չեք մտածում դրա մասին։
Այդպես որոշ վայրերում մենք զգում ենք այսպես որոշակի հույզեր, որովհետև այդ վայրերում մինչև մեզ եղել են մարդիկ կամ ապրել են մարդիկ, որոնք հենց այդ հույզերն են զգացել։ Նաև այդ էներգիաները մեզ կարող են անգիտակցաբար փոխել։ Օրինակ, եթե ինչ-որ մի սենյակում մտնում եք ու այդտեղ ապրել է միշտ դժգոհ, մշտապես բողոքող մի տատիկ, 99% հավանականությամբ մեկ ամսից դուք էլ կսկսեք դժգոհ բողոքել, որովհետև տարածքն արդեն լցված է այդ նյութով։ Այդ նյութը ուզում է սնվել, իսկ սնվում են նրանք հենց ձեր հոգեկան էներգիայով։ Դուք անգիտակից եք, ինչպես փոքրիկ մի էակ, ու ձեզ մոտ էլ առաջանում է անկախ ձեր կամքից այդ թրտիրները, այդ գրգռվածությունը, եւ նյութը սկսում է սնվել ձեզանից, որպեսզի դուք առաջացնեք հենց այդ թրտիրները, ու այդ թրտիրներով նա սկսի սնվել։ Ու այստեղից էլ փոխվում է մեր բնավորությունը, ինչ որ բնավորության կամքը ձեր, որովհետև ձեր մեջ այդ նյութի քանակը մեծացել է, շատացել է։ Այսպիսով, եթե մենք գիտենք, թե մեր բնավորության գիծը ինչպես է փոխվում, կամ նկատում ենք, որ այդ բնավորության գիծը միշտ խնդիրներ է ստեղծում մեզ համար, նշանակում է, որ մենք կարող ենք այն գտնել, իմանալ աստրալ մակարդակում այդ նյութը ինչպիսի ալիքներ է արձակում, ինչպիսի հաճախականություն ունի եւ ինչ տեղ է զբաղեցնում մեր մարմնում կոնկրետ իր տեղը եւ հենց այդպես աշխատել, բուժել ու հեռացնել ու փոխել։ Ու այդ ժամանակ փոխվում է մեր աշխարհընկալումը եւ հենց այդ պատճառով է, որ ինչքան մենք խորանանք ուսման մեջ, կունենանք բնավորության փոփոխություն, ու դրանք կլինեն մի քանի մեթոդներով, ու այդ փոփոխությունները մենք կարող ենք նաև կիրառել ոչ միայն մեր համար, այլև մեր մտերիմների համար։ Բնավորությունը փոխելով մենք փոխում ենք նաև մեր ճակատագիրը, փոխվում է մեր կարմայական իրադարձությունների հաջորդականությունը։ Մենք նույնիսկ կարող ենք երկարացնել մեր կյանքը։ Աշխատանքը աստրալի հետ ունի հիմնարար նշանակություն մեր ֆիզիկական կյանքի համար, մեր սիրո, հարաբերությունների, աշխատանքի, հաջողության կամ նույնիսկ անհաջողության մեջ։ Աստրալը իրականում հիմնարար է։ Եթե մենք կարգի ենք բերում մեր աստրալ մարմինը, կյանքը անմիջապես հեշտանում է։ Իրադարձությունները սկսում են փոխվել։ Իսկ հետո արդեն մենք սկսում ենք աշխատել մեր մտային մակարդակի հետ։ Այս պատճառով էլ ինքնաներշնչումը, աուտո այդ տրեյնինգները չեն աշխատում։ Եթե աստրալում արդեն կա ես աղքատ եմ, դժբախտ եմ, ինձ ոչ ոք չի սիրում նյութը, քանի դեռ այս շեշտը դրված սրա վրա չի մակրվել, դուք ձեզ ոչ մի լավ բան չեք կարող ներշնչել։ Մեր խնդիրը նախ գտնել հենց այդ նյութը, դա է, սովորել տեսնել դրանք եւ տեսնել նաև այդ նյութերը ուրիշների մեջ։ Իրականում սա շատ հետաքրքիր ու խորը աշխատանք է ու նաև պատասխանատու, բայց շատ մեծ իրականություն փոխող, աշխարհը գլխիվայր դարձնող։ Մենք կրոնական ֆանատիկներ չենք, մենք նաև աղանդ չենք։ Մենք շարժվում ենք սեփական փորձագետ կոնցեպտով, որպես էքսպերտ
հա, գիտական սպորտային մոտեցմամբ մեզ թույլ ենք տալիս հասկանալ, թե մենք ինչն ենք կոնկրետ մարզում։ Օրինակ, այս պարագայում մեր որ մկանը պետք է մարզենք։ Հիմա պետք է հասկանանք, թե որտեղ է այդ մկանը, որը մենք ձեզ հետ միասին պիտի մարզենք, եւ որը մեզ կդարձնի առողջ, երջանիկ, հարուստ ու իրական ինչ որ իմաստով էլ արարիչ։ Դե ամենակարևորը գոնե ասենք պատկերացրեք մեր համար։ Դրա համար ենք մենք ասում, որ մենք արարիչներ ենք, որովհետև գտնելով բուն խնդիրը, գտնելով հենց խնդրի պատճառը, կարողանում ենք մենք փոխել մեր ճակատագիրը։ Հիմա մենք սովորելով այս գերգիտակցական կարողությունները առաջի հերթին բացահայտում ենք այն մեր մեջ, որովհետև ավելի ճիշտ սովորելով չէ, այդ բոլոր կարողությունները մենք ունենք, ուղղակի մոռացել ենք։ Եվ մենք կփորձենք այն բացահայտել։ Բոլոր այդ կարողությունները, հնարավորությունները, հմտությունները, դրսևորումները, քանի որ բոլորս ուզում ենք ազատություն, հավասարություն եւ եղբայրություն։ Եվ մեր այս ամբողջ կառուցվածքում միշտ կա այդ հոգևոր բաղադրիչը, բայց քանի դեռ մենք կոպիտ ասած չենք ապրել մինչև որոշակի մակարդակ, չենք հավաքել որոշակի փորձ, այն քնած է։ Այս կյանքում ստանձնած մեր բազմաթիվ տերերը՝ կին, մայր, քույր, դուստր, աշխատակցուհի եւ այլն, պետք էր փորձել, այսինքն փորձ է կուտակվում, ձևավորվում է մեր անձնավորությունը, ձևավորվում է նյութի որոշակի կազմ իր սովորական խնդիրներով։ Եվ երբ այդ ամենը քիչ թե շատ պատրաստ է, ասում ենք՝ լավ, հիմա եկեք սկսենք արթնացման գործընթացը։ Որովհետև տեսեք, բարձրագույնը ինքն իրեն չի սկսի ապրել մարդու միջոցով, հոգու միջոցով, եթե մենք դեռ մնացել ենք ներքևի մակարդակներում։ Դեռ Մասլոուի պահանջմունքների բուրգի ներքևի աստիճաններում ենք։ Ուտել, խմել, մեկին ունենալ որպես կողքից, ցուցադրվել, ինչ որ ցուցադրական բաներ անել, սեփական ապահովության մասին հոգ տանել եւ այլն։ Այդ մակարդակում հոգին կարծես ասում է. լավ, դեռ այստեղ ենք։ Հիմք չկա, պատկերացնում եք։ Այդ պատճառով հոգին արթնանում է միայն որոշակի մակարդակում։ Սկսում է ներսից հրել. արի գնանք, փնտրենք, փնտրիր, գտիր։ Եվ երբ մարդը, կոպիտ ասած, արդեն ապրել է, վերամարմնավորվել է բազմիցս, սկսում է հոգևոր որոնումը։ Եվ հոգևոր կամ կրոնական տարբեր ուղիների միջոցով մարդը սկսում է հասկանալ, որ ինքը մարմին չէ, որ ինքը ուղղակի հոգի է։ Եվ ինչ որ կերպ հասնում է նրան, որ պետք է բաժանվել մարմնի նույնականացումից, հասկանալ, որ ինքը ավելին է, քան մարմինը, որ ինքը ինչ որ մի մեծ բանի մասն է։ Վաղ թե ուշ բոլոր մեծ միստիկները, նույնիսկ քրիստոնեության մեջ, գալիս են հենց այս գիտակցմանը։ Եթե նկատել եք, հիմա արդեն շատ քրիստոնյաներ, հոգևորականներ են խոսում սրա մասին։ Աշխարհի բոլոր կրոններում, եթե դու զբաղվես պրակտիկայով բարձր մակարդակներում, միևնույն է, կսկսես հասկանալ, որ դու առանձին ես, դու ինչ որ մի էություն ես, իսկ մարմինը իր զգացմունքներով, մտքերով ու հույզերով առանձին է։ Այսինքն դու տարբերվում ես քո մարմնից։ Այսպիսով, ցանկացած կրոնի բարձրագույն մակարդակը բերում է հենց դրան։ Իսկ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ավելի շատ նման ենք կույր ձագերի, հա, մեր
բարձրագույնը ներսում դեռ չի միացել և գնում է պարզապես կուտակման գործընթաց։ Գործում է ոչ թե մենք, այլ մեր ներսի նյութը, այն նյութը, որից մենք կազմված ենք։ Եվ սա սարսափելի է։ Մենք այստեղ իրականում ոչինչ չունենք։ Այն ամենը, ինչ դուք ձեր մեջ տեսնում և զգում եք, վերցված է նյութական աշխարհից, ուղղակի վարձով։ Իսկ դուք հոգու մի կտոր եք, արարչի մի կտոր, որը այստեղ հյուր է եկել։ Եվ ինչ, դուք ստեղծում եք, նույնը ձեզ էլ պետք է դեպի ձեզ ձգի։ Այսինքն դուք կարող եք լիովին վերահսկել այս կազմը, որից դուք բաղկացած եք, և դրան համապատասխան մարդկանց, իրավիճակներ ու իրադարձություններ ձեզ ձգեք։ Բարձրագույն եսը միշտ ապրում է մեր ներսում։ Նա նույնն է, ինչ ինտուիցիան։ Բայց ինչու է այն շատ հազվադեպ խոսում, որովհետև ամբողջ ժամանակ մեր անհատականության միտքն է խոսում, ոնց որ սկզբում ասեցի, չէ՞։ Անհատականության միտքը նույնականացվում է մեր մարմնի հետ ու ասում է. ես Գայանն եմ, ես Նարինեն եմ, ես Հասմիկն եմ, ես Տաթևն եմ։ Սա է նույնականացումը։ Իսկ երբ դու բարձրագույն ես դառնում, դու դադարում ես անուն ունենալուց։ Դու դառնում ես մեծ ամբողջի մի մասը։ Եվ այդ ժամանակ այլևս սարսափ չկա։ Առաջանում է ներքին բարություն, ներողամտություն, որովհետև սկսում ես հասկանալ, որ բոլորը ապրում են իրենց փորձով։ Սա է իրական հոգևորությունը, որովհետև երբ մայրը խաղում է հոգևոր, նա սովորաբար ճնշում է իր վատ կողմերը, իսկ հակառակ դեպքում ցույց է տալիս լավը, բայց դա կեղծ է։ Շատ հեշտ է սուրբ լինել լեռներում, մանրակար տալ, բայց դուրս գալ փողոց, մեկը ոտքիդ կանգնի ու ամբողջ սրբությունը կկորչի։ Վատ նյութերը չեն անհետանում, դրանք մնում են մեր ներսում։ Հիմա ամենակարևորը այդ մտածողը։ Ինչով ենք մենք մտածում։ Հիմա փորձեք մտածել։ Ինչ հաց գնել խանութից։ Սա ձեր միտքն է։ Ու եթե մի պահ ուղղակի լռեք, տեսեք, թե միտքը ինչպես է վազում անցյալ, հիշում է փորձը, ծրագրում է ապագան, ու այդ ամենը կատարվում է գիտակցության միջոցով։ Մի պահ հլվոր կանգ առնեք ու թույլ տաք ձեր մտքին ազատություն, հենց այսպես տեղի կունենա։ Իսկ երբ որ դուք քնած եք, արդյոք դուք գիտեք, թե որտեղ է գտնվում ձեր գիտակցությունը։ Այն տեղափոխվում է աստրալ։ Այն պատկերներ է տեսնում, ապրում է այնտեղ։ Սա նշանակում է, որ գիտակցությունը չի պատկանում ուղեղին, չի պատկանում միայն ֆիզիկական աշխարհին, այն չի պատկանում նաև միայն աստրալին կամ մտավոր աշխարհին։ Այն հոգևոր բաղադրիչ է, հոգու մի մաս։ Պարադոքսն այն է, որ հոգին ծնվում է մարմնում, ունի գիտակցություն, որովհետև արարիչը ունի գիտակցություն, բայց նյութը չունի գիտակցություն։ Ունի միայն ծրագրեր, բնազդներ, օրենքներ, և ստացվում է, որ արարիչը ծնվում է աշխարհում, և դա դուք եք։ Դուք ունեք գիտակցություն, բայց քանի որ չեք հասկանում ինչ անել դրա հետ, մեր անհատականության միտքը մանկուց սկսում է օգտագործել այդ գիտակցությունը ի օգուտ իր շահերի համար։ Այդ անհատականությունը գողանում է մեր գիտակցությունը,
ու օգտագործում է այն անցյալը վերլուծելու, ապագան պատկերացնելու, իր ծրագրերը արտահայտելու, իր ծրագրերը կազմելու։ Հիշեք, որ գիտակցությունը մշտապես գողացված վիճակում է։ Եվ շատ հազվադեպ են այն պահերը, երբ միտք չկա։ Այդ լռության պահին հանկարծ հայտնվում է խոր գիտակցումը, պարզություն, և դուք պարզապես գիտեք։ Գիտակցությունը որպես բարձրագույն եսի, որպես հոգու ատրիբուտ, ինքնին պարզապես գիտի, ուղղակի գիտի։ Այն նման է թափանցիկ բյուրեղի, ինչի վրա դեռ դու դնես, ասենք, գույնը, ավելի շուտ այդ բյուրեղը կվերցնի գույնը, ինչի վրա մենք դնենք, այդ բյուրեղը կվերցնի հենց այդ գույնը։ Դու այդ նույն գիտակցությամբ կարող ես սիրել, ատել, օրհնել, անիծել, բայց ինքը չի կեղտոտվում։ Այ մեր հիմնական խնդիրը հենց սա է, երբ մենք նույնականացված ենք անձնավորության հետ։ Մենք օգտագործում ենք մեր գիտակցությունը որպես ես ունեմ անցյալ, ես ունեմ ապագա։ Այսքանը իմ փոքրիկ լեկցիաներ կամ կարելի ասել դասախոսությունը, եւ հիմա ուզում եմ, որ մի 2 րոպե պաուզա անենք ու մի փոքրիկ բաժանք, որպեսզի դուք կարողանաք պատկերացնել, թե որտեղ է գտնվում ձեր միտքը, որտեղ է գտնվում ձեր գիտակցությունը։ Այդքան շուտ եք սկսել։ 5-ին, այսինքն 5-ին իմ ժամով, ձեր մոտ 8-ին։ Ես գիտեմ 9-ին, Հա, ձայնագրություն լինելու է։ Ձայնագրությունը մենակ ուսանողների համար։ Կլինի ձայնագրություն, բայց ովքեր որ սկսեն սովորել ու շարունակեն դասերը։ Քիչ, ես գիտեցել եմ 9-ին։ Մի 2 րոպե պաուզա անենք ու փորձենք պրակտիկան անել, հա։ Ուզում եք, կարող ենք կիսվել, կարող ենք արտահայտվել։ Ինձ պետք է ուղղակի մի 2 րոպե հանգստանալ։ Նորից ասեմ, հետևում ենք մեր մտքի գործունեությանը։ Մենք հիմա մտքով որոշում ենք, որ պիտի գնանք բանջարեղեն առնենք։ Հիմա հետևեք ձեր մտքին, թե ձեր միտքը ձեզ ուր է տանում։ Ու եթե հնարավոր է, գրեք չաթում, թե ձեր միտքը ձեզ ուր տարավ։ Կիսվեք, եթե հնարավոր է։ Բանջարեղենի խանութ։
Մենակիդ, Ալվարդ։ Բա մյուսները։ Դուք հետևեք ձեր Իհարկե։ մտքին։ Հիմա դուք ասում եք, ես գնում եմ խանութից վարունգ առնեմ։ Ու լռում եք։ Բայց լսեք ձեր մտքին։ Քանի տեղ ձեզ տարավ, ինչ հարցեր ձեզ տվեց, որ սենյակից որ սենյակը մտցրեց։ Ըհը։ Ըհը։ Գնացի Սիտի գազարն առա, կասայում ստացա դուրս եկա։ Ուրիշ։ Նախ սիրունացա։ Ըհը։ Ինչ լավ է, որ քայլելու հնարավորություն ստեղծվեց։ Ես մտածեցի տեսնես, որ բանջարեղենի խանութն է բաց ու ինչպես եմ հասնելու։ Դրսում ման էի գալիս, ամուսնուս մեքենան, հետո ճանապարհին քայլելուց հանդիպեցի ծանոթ մարդու։ Վաղ հավեսով ձյան մեջ կքայլեմ։ Զրուցեցինք, բա որ փակ լինի։ Վարունգի թթու կփակեմ։ Իրականում, չէ, մեր միտքը այ առաջինն է տեկա, խանութը բաց է, թե փակ է։ Բա որ գնամ չլինի։ Որ չլինի ինչ եմ անելու։ Ինքը համ անցյալի ծրագրերն է կազմում, համ ապագայի, չէ, ինքը չի մնում էս պահում։ Էս պահին չի մնում։ Մեր միտքը միշտ թռնում է անցյալից ապագա, ապագայից էլ անցյալ։ Սկսում է ինքը իր օրինակները մեզ թելադրել։ Ես բացօթյա բանջարեղենի խանութ ընտրեցի ու գնացի ոտքիս տակ հալվող ձյունը ցեխը, բրոկոլի էի ուզում, բայց լոլիկ էլ կուզեի։ Իմ միտքը հետ գնաց Ավստրալիա ու սուպերմարկետից ընտրեցի վարունգ, հետո լոլիկ։ Վարունգի հոտը զգացի, շատ եմ սիրում։ Վարունգի հոտը զգացի։ Դուք պատկերացնում եք, թե մեր միտքը ինչպիսի, որովհետև այդ իրա փորձն է։ Ինքը արդեն ունի վարունգի հոտի փորձը։ Հիմա առանց աչքերը փակելու ինտուիցիայով գտեք, թե որտեղ է ապրում ձեր միտքը։ Կարող եք գրել, էլի, պետք չի որ խոսակ, գրեք։ Ասի ասալու։ Ճակատի հատվածում, գլխուղեղում, գլխում։ Ուրիշ գլխում։ Ես հենց գլխի վերևի հատվածի մոտավոր մեջտեղում, միտքս ապրում է ամենտեղ, գլխում և անցյալում, անցյալն էստեղ պետք չի, որտեղ որ տանում է ուղեղը։ Okay, բոլորիդ մոտ համարյա գլխում է ապրում։ Okay, հիմա հաջորդ հարցս է, իսկ որտեղ է ապրում ձեր գիտակցությունը։ Անահիտ Սուքասյանի տղան ասում է միտքն ապրում է կրծքավանդակում։ Էլի գլխում, հիպոֆիզում, իմը երկնքում, գլխում, իմ սրտում, սրտում, սրտում։ Okay։ Հիմա մի հատ էլ հարց տամ։ Որին եք ավելի բարձր դասում, մտքին թե գիտակցությանը։ Իդա գրել է արևահյուսակում։ Գիտակցությանը։ Okay, բա այդ ոնց է լինում, որ ձեր գիտակցությունը ապրում է սրտում, բայց ձեր միտքը ապրում է ձեր գլխում։
Պատկերացրեցիք ձեր միտքը ձեզ ոնց մոլորեցրեց։ Հասկացաք հիմա։ Երբ որ դուք գտնում եք, որ ձեր գիտակցությունն ապրում է սրտում, արևահյուսակում, չգիտեմ, կրծքավանդակում, բայց ոչ գլխում, իսկ միտքը ապրում է անպայման գլխում, դուք իմացեք, որ ձեզ ղեկավարում է ուղղակի ձեր անհատականության միտքը, այսինքն ձեր էգոն, կարճ կոպիտ ասած, ձեր էգոն, ձեր անհատականության նույնականացումը ձեզ ղեկավարում է, վերջ, ձեր գիտակցությունը ակտուալ չէ, ձեր գիտակցությունը ուղղակի չի ապրում, այսքանը, մոտավորապես այսօր այսքանը, ես ձեզ տվեցի ձեր բանալիները, դուք ինքներդ գտաք ու վերցրեցիք, հաջորդ դասից մենք ավելի մանրամասը, թե ֆիզիկական, թե աստղային, թե մտավոր, կամ ավելի շուտ մտային մարմինները կուսումնասիրենք, կծանոթանանք մեր մարմնի հետ, մեր բոլոր մարմինների հետ, էներգետիկ կառուցվածքի հետ, կծանոթանանք մեր նյութերի հետ, որոնք որ մեր մեջ են ապրում, մինչև երկրորդ կուրս մենք կծանոթանանք մեզ հետ, երկրորդ կուրսից կսկսենք գտնել հիվանդությունները, բուժել դրանք և երրորդ կուրսից արդեն կկարողանանք մեր հարազատներին նայել։ Մոտավորապես այսքանը այսօր, եթե հարցեր ունեք կարող եք տալ, ես սիրով կպատասխանեմ, մնացածն էլ կտեսնենք ինչպես կդասավորվի, ձայնագրությունը կունենան միայն ուսանողները, ովքեր կշարունակեն սովորելու ոչ, ընդհանրապես, մինչև պրոֆեսիոնալ դառնալու համար, Սոնա ջան, վերջին 6-րդ կուրսը բիզնես կուրսն է, որտեղ դու կարող ես արդեն որոշել, թե դու ինչով ես զբաղվում, կամ ինչ բիզնես ես դնում, որպեսզի արդեն քո ֆինանսական հարցերն ես կառավարում կամ կարգավորում, ընդհանուր առմամբ առաջին կուրսը վերաբերվում է ֆիզիկական մարմնին, ֆիզիկական մարմնի մաքրմանը, երկրորդ կուրսը եթերային մեր մարմինն է, երրորդ կուրսը աստղային մարմինն է և չորրորդ կուրսը մտավոր, մտկային, ավելի շուտ, անտած սխալ եմ ասում, մենտալ մարմինն է, հինգերորդ կուրսը արդեն մենք կարողանում ենք ամբողջովին տեսնել և անցյալը, և ապագան, փոխել մեր կարման և տուն գնալ, իսկ 6-րդ կուրսը դա արդեն դու կարգավորում ես քո բոլոր ֆինանսական հարցերը։ Կյանքում չես ունենա երբեք ֆինանսական աջակցություն կամ քո ֆինանսական հարցերը չեն լինի երբեք, մինչև հիմա եթե ասենք կարգավորված չէ, սրանց հետո էլ չի լինի, եթե դու չես աշխատում քո բոլոր էներգետիկ մարմինների վրա, որովհետև այդ առաջացած նյութերը նրանք երբեք չեն բացի, իսկ ֆինանսականը դա ամենավերջին քայլն է կամ ամենավերջի դարպասն է, որը որ բացվում է մեզ համար։ Էլ ինչ ասեմ, էլ որ հարցերին պատասխանեմ, հնարավոր է, որ մեկը բաց թողնենք, առաջին կուրսը հետո չէ, ես ամեն ամիս, կլինի ամեն ամիս առաջին կուրսի մեկնարկ, հա, այսպես ասեմ, ամեն ամիս, կամ երևի 2 ամիսը մեկ, առաջին կուրսը հենց վերջացավ, սկզբնական, կամ առաջին հոսքը, երկրորդ հոսքը նորից կլինի, երրորդը նորից կլինի, որովհետև նայած թե երբ իր հոգին կուղղորդի, որպեսզի ինքը այս գիտելիքները ձեռք բերի։
Ես էլ եմ գնացել իմ հոգու կանչով, ես հետևել եմ ուղակի իրան, ես լսում եմ իմ բարձրագույն եսի ձայնը, ու ուղղորդվում եմ իրանով, ոնց ստացվել է, երբ ստացվել է, արել եմ։ Դաժե կարող եմ ասել, որ առաջի երկրորդ կուրսերը սովորելուց հետո ես մի ամիս պաուզա եմ վերցրել, որովհետև դժվար էր ինձ համար մարսելը, շատ դժվար էր։ Հետո նոր շարունակել եմ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կուրսերը իրար հետևից եմ արել։ Այսպես հնարավոր չի, որ բաց թողնես, այդպես հնարավոր չի երբեք, որովհետև ես առաջարկում եմ վարպետաց դասեր կամ նոր կոդեր կարող եմ առաջարկել, թե ինչպես կառաջարկեմ ամբողջական վերափոխում, բայց անհատական, ոչ խմբով, որովհետև դա կլինի հենց քոնը, կոնկրետ քոնն ենք գտնում խնդիրները ու քո խնդիրների վրա ենք աշխատում։ Իսկ այս դասերը ինքը ամբողջական է, ոնց որ դու ինչ որ մի բան բաց թողնես ու շարունակես, մյուսը դա հնարավոր չի։ Իրանք մեկը մյուսի հետ կապված են ու առաջին կուրսը, ոնց որ առաջին դասարան չգնաս, միանգամից երկրորդ դասարան գնաս։ Այդպես չի լինի։ Անկամ իմ ռեթրիտի աղջիկները, որոնք որ մասնակցել են ու այդքան շատ գիտելիքներ ունեն, իրանց համար շատ կարևոր է այս առաջին կուրսը անցնելը։ Այդպես չի լինի, որ մեկը բաց թողնեք, հետո մյուսը սովորեք։ Ուրիշ հարցեր։